Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Բիլաջարի կայարանից մեկնել է 18 վագոնից բաղկացած շարժակազմ, որը բեռնված է մոտ 980 տոննա շարժիչային վառելիքով։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։ Հիշեցնեմ, վերջին անգամ հունվարի 9-ին Բիլաջարի կայարանից Հայաստան էր առաքվել 2698 տոննա բեռ։ Իրանում մահապատիժ է սպառնում անկարգությունների և ջարդերի մասնակիցներին։ Թեհրանի դատախազ Ալի Սալեհին զգուշացրել է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները, որոնք վնասել են գույքը և կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, պատասխանատվության կենթարկվեն քրեական օրենսգրքի պետության դեմ ապստամբության հոդվածով։ Մեղադրյալների առաջին խումբը կախաղան կբարձրացվի չորեքշաբթի։ Բախումների հետևանքով նաև հայ ցուցարար է սպանվել Էջմին Մասիհին։ Շարունակվող ցույցերի ֆոնին երկրում երրորդյա համազգային սուք են հայտարարել զոհվածների հիշատակին, որոնց Թեհրանում անվանում են Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմին դիմադրության զոհեր։ Ըստ Reuters-ի բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր Իրանում առնվազն 466 մարդ է զոհվել։ Այլ աղբյուրներ նշում են 544 թիվը։ Թեհրանի նահանգապետը սակայն հայտնել է, թե ակցիաները զգալիորեն նվազել են։ Հիշեցնեմ, հարևան երկրում զանգվածային ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Իրավիճակը սրվել է 1979-ին գահընկեց արված իրանցի շահի որդու Ռեզա Փեհլևիի կոչերից հետո։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ազգին հղած կիրակնօրյա ուղերձում խոստացել է շարունակել տնտեսական բարեփոխումները և լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միաժամանակ նա մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին անկարգություններ կազմակերպելու մեջ։ Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախոց։ Պատճառն ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի քրեակատարողական հիմնարկում հացադուլ անցկացնելու խցի բացակայությունն է։ Հիշեցնեմ, Իմ Նեմնիմի պոդկասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անցած տարվա նոյեմբերին կալանավորվել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը Զավեն Սարգսյանը։ Նրա որդիներից Արմեն Սարգսյանը հայտնել է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին, հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 13-ին։ Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի արարքի շուրջ աղմուկը չի դադարում։ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային, դժգոհելով Միքայելյանի քայլից։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում։ Խոսքը իտալական մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով ծածկելու մասին է, որի համար հայ դահուկորդը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել։ Դրանից հետո նա բազմիցս շեշտել է, թե իր համար հայրենիքն ու արժանապատվությունն ավելի վեր են և որ ինքն իրեն չէր ների, եթե այդ գրվածքով դուրս գար մեկնարկի։ Հիշեցնեմ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Միքայելյանի արարքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին։ Սարգսյանը հրապարակել է և ԳԳՄՍ նախարարության հարցումը և իր պատասխանը նշելով, որ հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք։ Օրեր առաջ կայացած ասուլիսում էլ հայ դահուկորդի քայլի մասին ԳԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, թե սպորտը պետք է լինի սպորտի մասին և կարևոր է մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևել արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար։ Թթուջուր Նավուր ավտոճանապարհը դժվար անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը, կհանդիպենք ժամը 17-ին լուրերի մեր հաջորդ թողարկմանը։